Պատեմ գոնե։ Բայց ով ինչ փող չեմ աշխատե, հա? Իմ համասանի բարձր թանկայիդ։ Լիտոշ մաթեմատիկան կօգնի, ես անգլերենը կանեմ, եթե ռուսերեն էլ անցնեմ, ռուսերեն էլ կանենք։ Ողջույն սիրելի հետևորդներ ջան, հուսամ լավ եք։ Այսօր եկել եմ ձեր հետ մի հատ վիճահարույց թեմայից խոսեմ։ Շատերն են ինձ հարցնում, թե իմ երեխաները հայերեն գիտեն, թե ոչ։ Ասեմ, այս պահին Միլան գիտի մի քիչ, խոսում է, հասկանում է, Լեոն մենակ հասկանում է, չի խոսում, դե Թեոն դեռ ընդհանրապես չի խոսում, ոչ հայերեն, ոչ չինարեն, մի երկու բառ ասում չինարեն ու վերջ։ Իհարկե իմ համար սա շատ ցավոտ թեմա է, որովհետև ես շատ կուզենայի, որ իմ երեխաները իմ հետ շփվեին հայերենով։ Ինչու նախնդիրը եղել, որ իրանք հիմա վաղ հայերեն չգիտեն։ Ասեմ, ուրեմն, երբ որ Հայաստանում էինք ապրում, Միլան մինչև 2.5 տարեկան, Հայաստանում ապրել է, գնացել է պարտեզ, բայց ընդհանրապես չի խոսացել, արդեն 3 տարեկան է լինում, մենք Չինաստանում ենք ու ինքը չէր խոսում, մեր համար դա անհանգստանալու տեղիք էր տալիս, բայց ես լինելով adekvat ծնող, պանիկայի չեմ ենթարկվել երբեք։ Մի խոսքով, տեսնելը, որ իմ երեխայի զարգացման ընթացքը նորմալ է տեղի ունենում, մեր խոսքն է մի քիչ հապաղում, շատ չէի անհանգստանում, բայց մի փոքր կար։ Ամեն դեպքում ես իմանալա, որ իմ երեխան Հայաստանում է մեծացել ու անընդհատ լսում է հայերեն, իսկ իր պապան իր հետ անընդհատ չինարեն է խոսում, ինքը երկու լեզվի մեջ ընդհանրապես չէր կողմնորոշվում։ Մենք որոշեցինք, որ Չինաստանում ես իր հետ էլ հայերեն չեմ խոսա, մինչև իր մոտ խոսքը բացվի գոնե չինարեն, որովհետև ինքը Չինաստանում պետքա պարտեզ հաճախեր ու չէի ուզում, որ խնդիրներ առաջանար։ Ու այդպես մի քանի ամիս անց ես որոշեցի, որ Միլային պետքա հայերեն սովորացնեմ, որ իրար հետ հայերեն շփվենք, համել ինքը կարողանա շփվի իր հայ հարազատների հետ։ Բայց քանի որ ես Չինաստանում միշտ աշխատանքի բերումով բացակայում էի տնից, Միլան մի քանի բառ սովորում էր, հետո երբ ես բացակայում էի մոռանում էր, այդպես շարունակ մինչև այժմ։ Բայց մենք չենք հանձնվում ու ես համոզված եմ, որ ընդամենը մի 2 տարի անց իմ երեխաները կարողանալու են իմ հետ պարզ հայերեն շփվեն։ Ու ես իհարկե այդ ուղղությամբ շատ մեծ ջանքեր եմ ներդնելու, ես դա գիտեմ, որ հեշտ չի լինելու, բայց մենք չենք հանձնվում։ Հաջորդ հարցը, որ ինձ հաճախակի տրվում է, դա այն է, որ հիմնականում իմ հարազատների կողմից, իմ ընկերների կողմից է այս հարցը, թե երեխաները որտեղ են դասի գնալու։ Ես ու Քայցենը որոշել ենք, որ երեխաները պետքա հաճախեն դպրոց Չինաստանում։ Ինչու՞։ Որովհետև Չինաստանի կրթական համակարգը ես շատ եմ հավանում։ Կուզենամ, որ երեխաների կրթության հիմքը դրվի այնտեղ։ Ճիշտ է, Չինաստանում կրթությունը ավելի ֆինանսատար է, քան Հայաստանում, դե գիտենք, որ Հայաստանում կան վճարովի մասնավոր դպրոցներ, բայց հիմնականում երեխաները հաճախում են պետական դպրոցներ, ճիշտ է։ Ու վճարովի չի, իհարկե արանքում այնտեղ գրքի փողը, էսա այն այդ մանր-մունր ծախսերը մենք հաշվի չենք առնում, բայց Չինաստանում, եթե մենք որոշենք, որ երեխային պետք է մասնավոր դպրոց տանք, բավականին թանկ է, իմ համասանի բարձր թանկայիդ։ Բայց դա չի խնդիրը, ավելի շատ ես ուզում եմ, որ երեխաների մոտ կրթության հիմքը դրվի Չինաստանում իրենց կրթական համակարգին համապատասխան։ Ասեմ ինչու եմ այդքան շատ հավանում Չինաստանի կրթական համակարգը։ Նայեք, հիմա Միլան պարտեզում է սովորում։ Ես այստեղից հաճախակի մտնում եմ ու կամերաներով նայում եմ երեխեքին, որտեղ շատ եմ կարոտում։ Ինչ եմ ես հաճախակի տեսնում։ Լեոն ու Թեոն խաղում են, Միլան անընդհատ իր գրասեղանի մոտ նստած է։ Բավականին ակտիվ է, նաև գիմնաստիկայի է հաճախում, բայց իր մոտ սովորելու ցանկությունը շատ մեծ է։ Ինքը շատ է սիրում սովորել ու այդ ամեն ինչ ինքը սիրով է անում։ Երբ որ պարտեզից հետ է գալիս տուն, միանգամից առանց իմ ասելու, առանց իր հարազատների ասելու, ինքը միանգամից սենց անում. «Պապա, արի շուշու դասերս անենք, որ հետո նոր ես կխաղամ կամ հաց կուտեմ»։ Առաջի բանը, որ ինքը գալիս է տուն, որ պետք է անի, դա իր պայուսակը բացել ու դասերն անելն է։ Չինաստանում նկատել եմ, որ երեխաների մոտ սերմանում են կրթության հանդեպ սերը։ Իրանք սիրելով են սովորում, իրանք իրանց ցանկությամբ են սովորում, ոչ թե ստիպելով, ոչ թե ծնողը անընդհատ ջղայնանա, կսմթի, ծեծի, չգիտեմ, անցել եմ այդ ամեն ինչի միջով, գիտեմ, չնայած ես ինքս ինքնուրույն սովորող երեխա եմ եղել, ինձ ոչ մեկ չի հետևել, որ ես պետքա սովորեմ, բայց ես մեկը տեսել եմ, ես չլեմ, մեր տան մյուս երեխեքը լինեն, ես տեսել եմ այդ ամեն ինչը ոնց է լինում, մինչև ասում ենք հելի նստի դաս արա, այդ ամբողջ օրը անցնում է։ Իսկ Չինաստանում տենց չի, մենակ Միլան չի, դեպ որ ասեմ, հա, լավ, Միլան այդպիսի երեխա է, սովորող երեխա է, մամային է քաշել, չէ, այդպես չի։ Մնացած մեր հարազատների բոլոր երեխաները այդպես են, հենց դասից գալիս են, միանգամից անցնում են իրենց գրքին, տետրին, իրենց տնային աշխատանքները մինչև չեն անում, չեն անցնում ուրիշ բանի։ Ու դեպքեր ա եղել, որ ես ներկայ եմ գտնվել, ոնց
Ինչա երեխան լացում, ինչա իր տնային աշխատանքը չի հասցրի անի, ասում է ես չեմ գնա դասի, մինչև ես իմ տնայինը չեմ անի, ամոթ է, բա որ իմ դասատուն տեսնի, որ ես չեմ արել, ամոթ եմ զգում, ու չեն ասում, որ դասատուն կջղայնանա, կամ ցածր գնահատի, իրենց համար գնահատականը այդ բան այդքան կարևոր չի, ինչքան արդյունքը, որը իրանք կունենան տարեվերջ, որովհետև Չինաստանում նենց չի, որ ամեն օր գնահատական է ստանում։ Մեր ժամանակ տենց էր, մենք ամեն օր գնահատական էինք ստանում։ Պատասխանեցիր ստանում ես գնահատականում։ Իսկ Չինաստանում այդպես չի, Չինաստանում իրանք ընթացքում չեն ստանում գնահատականներ, բայց կիսամյակի վերջում իրանք քննություն են տալիս։ Ամեն կիսամյակի վերջ բոլոր առարկաներից քննություն է տալի։ Մոտ ժամանակին կար ինչ-որ ԳԹԿ-ի կողմից ինչ-որ գրավոր, չգիտեմ, կիսամյակային գրավորներ, տենց ինչ-որ բաներ կար։ Իրանք էլ այդպես ամեն կիսամյակի վերջ քննություն են տալիս ու այդ քննություններին յոնքշոցն ջոնասիրաբար են մոտենում էլի։ Թեկուզ եւ չեմ բացառում, որ երեխաները արդեն միջին դպրոց կամ ավագ դպրոց կգան Հայաստանում կսովորեն, ես շատ ուրախ կլինեմ, որովհետեւ այդպես ասած դա նաեւ իմ երազանքն է։ Բայց ուզում եմ, որ կրթության հիմքը դրվի Չինաստանում, ուզում եմ, որ իրանք սիրեն սովորելը, ուզենան սովորեն, ոչ թե ես իրանց ստիպեմ։ Ուզում եմ, որ երեխաները իրանց ունակությունները այսպես մաքսիմալ կարողանան օգտագործեն։ Իհարկե Չինաստանում կրթությունը շատ բարդ է, ծրագիրը շատ հագեցած է, նաև թանկ է, որովհետև եթե Հայաստանում մենք կարանք պարապմունքների չգնանք, Չինաստանում հիմնականում մինիմում 1 պարապմունքի եւ դա անգլերենն է, բոլոր երեխաները գնում են։ Մենք զերծ կմնանք անգլերենի պարապմունքից, բայց համոզված եմ, որ ֆիզիկա, քիմիա կգնան, երբ որ իրենք սիրեն, որովհետեւ ես ֆիզիկա, քիմիա տանել չեմ կարողանում։ Հայերենը բնականաբար նենց որ ես պատկերացնում եմ, որ իմ երեխաների կրթության ժամանակ ես չեմ կարող աշխատեմ։ Պետքա տնից իմ համար մի գործ ճարեմ, որ նստեմ տանը ու հետևեմ երեխաների կրթությանը, պարտադիր։ Իդեպ ասեմ, որ կրթությունը Չինաստանում բաժանվում է 3 մասի։ Կրտսեր դպրոց, դա առաջինից 6-րդ դասարանն են, հետո իրանք քննություն են տալիս, ընդունվում են միջին դպրոց, դա մեր 7-8-9, այդտեղ քննություն են տալի ամենաբարդ քննությունն է, որ ընդունվեն ավագ դպրոց, իդեպ ավագ դպրոց ոչ բոլորն են ընդունվում, արդեն 10-11-12, ու ավագ դպրոցը իդեպ հիմնականում չեն գալիս, քնում են դպրոցում, այդպես է մեխանիզմը։ Չինաստանում դպրոցներում արգելվում է հեռախոս վերցնելը։ Ինձ թվում է դա բավականին լավ է, որովհետև նույնիսկ ավագ դպրոցը, երբ որ երեխաները դպրոցում են մնում, իրենց մոտ հեռախոս չլինում։ Ինչքան էլ որ երեխան սիրի սովորել, հեռախոս եղավ, իրանք կշեղվեն։ Դաժե ես, որ հիմա եկել եմ նպատակը սովորելն է, հիմա այսօր ես պատրաստում եմ քննության, որտեղ ես վաղը քննության եմ, բայց մեկ էլ հեռախոսից մի բան գալիս է, մտնում եմ, նայեմ ինչա ու գնաց, այդպես մի 10 րոպե շեղվում եմ ու 10 րոպե կորում եմ ժամանակից։ Արդեն դպրոցը ավարտելուց հետո ընդունվում են համալսարան, համալսարանում սովորում են 4 տարի բակալավր, եթե ուզում են շարունակեն, բայց շատ քիչ են սովորում արդեն մագիստրատուրա, ասպիրանտուրա, որտեղ բակալավրի կրթությունը ինքան բարդ է այնտեղ, որ իրանք բակալավրի կրթությամբ արդեն կարող են լավ մասնագետներ դառնան։ Համալսարանը ավարտելուց հետո ինչ ուզում ա թող անեն։ Հա, իդեպ Չինաստանում կրթությունը բավականին սթրեսային է, որովհետև մրցակցությունը շատ ուժեղ է։ Այդ մի բանի հետ ես իդեպ կողմնակից չեմ, ես ու Քաթյանը որոշել ենք, որ մեր երեխաներին չպետք է ճնշենք, իրանք ինչքան կարողանան, ինչքան ունակություն ունեն, այդքան կսովորեն։ Մենք չենք ճնշելու, չենք ազդելու իրենց առողջության վրա, իրենց տրամադրության վրա, որովհետև Չինաստանում շատ ահավոր ծնողները ուղղակիորեն ճնշում են գործադրում երեխաների վրա, որպեսզի իրանք մրցեն իրենց հասակակիցների հետ։ Բայց դա էլ է հասկանալի, որովհետև Չինաստանում ժողովուրդը շատ են ու ընդհանրապես մի համալսարանի տեղի համար, մի աշխատանքի տեղի համար 1000 չէ ու 10000 հոգի է պայքարում, նենց որ եթե դու Չինաստանում առաջինը չես, ուրեմն ոչ մեկ ես։ Մի խոսքով երկար բարակ շատ խոսացի, միտքս այն էր, որ ուզում եմ, որ երեխաները սովորեն Չինաստանում, սկզբում իրանց մոտ լավ հիմք դրվի, հետո արդեն շատ կուզենամ, որ իրանք գան Հայաստանում սովորեն, իհարկե այդ ընթացքում ինձ շատ մեծ ջանքեր է պահանջվելու, որովհետև ես պետքա կարողանամ իրանց հայ-չինական կրթական համակարգերի տարբերությունը նաև ներկայացնեմ իրենց, որպեսզի Հայաստան գան սովորեն, իրանց համար դժվար չլինի։ Շատ եմ ուզում, որ արդեն միջին դպրոցը կամ ավագ դպրոցը իրանք սովորեն Հայաստանում։ Այդքանը սա էլ մեր կրթության մասին, ուսամ կարողացա շատ մարդկանց հարցերին պատասխանեմ։ Եթե էլի ինչ-որ հարցեր կան, կարող եք գրել մեկնաբանություններում, ես անպայման կպատասխանեմ։ Այս 2 օրը շատ զբաղված եմ, որովհետև քննությունների ընթացքի մեջ եմ, վաղներ ունեմ քննություն, 2 օր հետո էլ ունեմ քննություն ու հետո մեզ մի հատ մեծ անակնկալ է սպասում, դրա մասին կպատմեմ արդեն հաջորդ վիդեոյում։
Հաջողություն, լավ մնացեք։ Հա չմոռանաք բաժանորդագրվել եւ լայքել։